Կյանքում փնտրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես չղջիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյաց ման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուրը հոս քեզ կտանեմ ես Եգիպտոս որտաս գոնեից մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուրը հոս քեզ կտանեմ ես Եգիպտոս որտաս գոնեից մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Воровская доля. La 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 la. Вай, мама джан, вот какая воровская доля. Լսի, դեմքը ծանոթ է, որտեղ տեսես գնում։ Ռայուշ, իջև առավոտ կրվածուտ պավանեք բեր։ Անունդ։ Կալանավոր Սյուզաննա Զաքարյան, պարոն սերժանտ։ Ինչի տես մի անգամից, պարոն սերժանտ։ Ես Ավակյան Ստյոպն եմ, ես էլ գաղութ է։ Ստեղ Սյուզին դառնում է Սյուզ կա, Ստյոպն էլ դառնում է Ստյոպիկ։ Լավ կյանքից չի, որ ստեղ եմ աշխատում։ Ասեմ ավելին, դժվար ապրուստի պատճառով է, որ այսօր Ստյոպիկը Սյուզկային ուղեկցում է իր խուցը։ Իսկ հիմա առաջ ընկի։ Առաջ ընկի քեզ ասում եմ։ Ոնց որ գրուզիտ ես եղել, հա։ Լսի, գաղութ հնաս բանը, որ ինչքան շուտ նստես, այդքան շուտ էլ դուրս կգաս։ Աշի սիրուշ, դրա շիպերտորնուրա։ Այդտեղ նորմալ է, չէ։ Շարունակեք, շարունակեք։ Ես քանյակը եմ ասել երբ բջայինս դնում եմ լիցքավորման վաղաժամ մի անջատեք այն։ Հələ տոնը դիչացրա Լևոնովնա։ Լսիր, պարմանուհի այնպես կանե, որ այսպես մատի մեկ ճտոցով էստեղի Wi-Fi-ը կանջատվի։ Տեսնեմ այդ ժամանակի չեք անելու։ Այդ վաղտ մատի մի ճտոցով սաղ գաղութը քեզ կանջտի։ Դու կարող ես ջոգե, որ կարիչ հասոյի հետ ես խոսում, այ դոձիկ։ Ինչ։ Լսիր, այ փանցի, գողի այսպես մեկ հարվածով, այդ քո վիրահատված կիտը կկոտրեմ։ Դու աստծներին պատասխան կարաս տաս։ Փանցի ես, մա ինչ ես, քանի օր այստեղ մաքրություն չի արել, դասել եք բեմի փոշի։ Դա փանցին հասկացանք, վիրահատած կիթը որն այ շուրիկ։ Քրեջ։ Ազիզներ, ասես չի կարա շարունակվի, ես ձեր սրտին մեռնեմ։ Մենք պետք է լինենք շատ համերաս։ Ախր կարիճս, որ դու տաս սրան անջատես, ես էլ կբռնի ստեղի ինտերնետը կանջատի, հասկանում ես, ու այդ ժամանակ ես չեմ կարա դրսից զակազներ անեմ ու առևտուր անեմ։ Հրաչ։ Հրաչուի Լևոնովնա, եթե դու գլխի մեկ հարվածով, տաս և կոտրես նրա քիթը, ախր ինձ ասա և բացատրիր, ով է ստիպելու, որպեսզի այստեղ իմ ապրանքները առնեն։ Ասածս ինչ է քրել, եթե իմ ձեռը փող չլնի, մենք չենք կարանա նաչալնիկին փող տանք, որ մենք ստե մեզի լավը զգանք։ Ամենալավ կամերն է քո կամերը, Սյուզ ջան։ Ամբողջ գաղութը մանգաս այս կամեր չես գտնի։ Ու ոնց որ ասում են, ածին, դուրը բացին, Սյուզկան հասավ, իրա խցին։ Դրա համար մենք պետք է դառնանք մի թիմ ու լինենք համերաշխ, գանձերս։ Մայրիկ հələ մի րոպե տոռնուս տուր։ Չես տենում սերժանտ Ավակյանը ստե է։ Հələ հանգստացի, կալանավոր Հասմիկ Կարապետյան, ես ձեզ չեմ ասի, ես դե սերժանտ չեմ ձեր համար։ Ես լավ տղա եմ։ Այդպես կլուշտիկությունն էլ գործանում, ու սաղքյան կլուշտիկ չեմ եղել։ Դու գոնե գիտես Մոսկվա ես ինչ հյուրանոցների դռներ եմ բաց է փակել։ Ու вообще ինչ ձև եք ձեզ պամ, չեք տենում ձեր VIP կամեր նոր մարդ ա եկել, մի հատ հել եք, ակուրատնի դիմավորեք, ու ոնց որ ասում է Գուսան Արամը, մի կյանք ենք մենք ապրում, թողնում ու հեռանում։ Հեռացի։ Հեռացա։
Բարև ձեզ։ Բարև, բալես։ Բարի օր։ Հազար բարի։ Քաղցրես։ Այս քաղցրությունը վերցրու քաղցրս։ Այսի մանկության համար։ Ես Սյուզին եմ։ Հաճելի է Սուզի ջան։ Ես Հասմիկն եմ, բայց ստե սաղ ինձ կարիչ հասո են ասում։ Ու այդ սաղին ստե ես եմ ասում։ Ճիշտ ասում։ Տերիտորիայում գողցած ապրանքի վազվրատ, բազար բացել փագել, կեղտոտ շակալներին նակազատ անել։ Մի խոսքով այդ սաղ հարցերով ստե իմ հետ։ Սուսկա ջան։ Ես Ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետի նախկին դասախոս Հրաչուհի Լևոնովնան եմ։ Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, դիպլոմային աշխատանքներ, այդ ամենը ես մատչելի գներով կարող եմ կազմակերպել, բայց դա դրսովի, իսկ այստեղ ներսովի, անվճար Wi-Fi գաղտնաբար, ինչպես նաև բոլոր սոցկայքերի կոտրում և նաև կարողանում եմ պարապել քիմիա, ֆիզիկա և մաթեմատիկա, անվճար, այդ հարցերով կարող եք դիմել ինձ, շնորհակալություն։ Ազիզ, ինչ-որ մեր քուրը ասեց, դա է ամբողջ ճշմարտությունը։ Ազիզ, իմ անունն էլ Ռուզանա, բայց ունձի սաղ կյանքս մայրիկ են ասել։ Հալարի, լսիլը, եթե քեզի, աստ է ինչ-որ մի բան պետք կլնի, դու հանկիստ ունձի կասես, Ազիզ, ես աստ է ամեն ինչ ունեմ, հլա դու նայի, Ազիզ, լուքսկոպի դուխիներ ունեմ, անտիր, աղջի Ֆրանսիայից է, սրանցից մյուս տարի նոր բերելու է ռասայի պատզեմկա, կյանքս, անտիր կրեմներ ունեմ, կրեմ դլյա դուշա, կրեմ պոսլի դեբոշ, կրեմ դլյա պաբեկ, կրեմ, համար սաղ կրեմները կրեմ պերեմ։ Ազիզ ջան, բայց հլա, սիրը միա դումզի ասա, ես սիրուն ճող պռիչոսկով, թո որդեից ես եկե։ Սյուզաննա Զաքարյան 34 տարեկան քաղաքի Երևան ամուսնացած չէ։ Բիզնեսմեն Կալբաս Սամոյի դուստերն եմ։ Բուտուլ Սապայի տնօրենը։ Աշխատասեր է և բարի։ Այնքան աշխատասեր է, որ 6 տարի է հարկ չի մուծել և այնքան բարի է, որ հոր փոխարեն ինքն է եկել կալանավորվելու։ Բայց ոնց հասկանում եմ, պապան աղջկան անտեր չի թողել։ Պանամայի օֆշորների ծաղ փողերը հավաքել է, որ աղջկան գցի մեր VIP կամեր։ Այո, ես հենց հիմա տեսնում եմ օնլայն փոխանցումները։ Լավ, Սուզի ջան, դու տեղավորվի, երևի հոգնած կլինես։ Երկրորդ յարուսը թոնն է։ Աղջի Լևոնովնա, անձի շատ հետաքրքիր է, դու այդքան բանը որտեղից գիտես։ Ինձ էլ կասեմ որտեղից, ասեմ ավելին, նույնիսկ լսողական սարք եմ տեղադրել պետի սենյակում և ինչ ճանճել որ տզա, ես անպայման կլսեմ։ Ես հիմա լսում եմ, որ Ավագյանը զեկուցում է պետին մեր նորեկի մասին։ Տեղավորիր մեր նոր գեղեցկուն։ Հա, շեֆ ջան, իդեալական։ Սիրունա։ Ոնց որ ասում է ձախարութը։ Կարմիր ծաղիկը գարունի, արտում ինձի նվիրեցի։ Արե ծախե չէ, դու են ասա։ Դոշերը մեծ են։ Հա։ Ջանի, ծենդրա։ Լավ, հելար։ Դե ոնց որ ասում է գուսան փաշիկը, գնամ, ուր գնամ։ Արագել գնաս դուց, իք։ Բարև ձեզ, ես դիզայներ մոդելիեր Ռուդոլֆ Բոզոյանն եմ, բայց կարճ կարող եք ինձ դիմել Ռուդի։
Ես կարամ ազգանոտ էլ կարճ ասեմ։ Ոնց ասիր, ուձի։ Հուձի չէ, ռուձի։ Արա ձինձիա ինչ տարբերություն, Բիգուզի ջան։ Իմ հետ հարգանքով խոսեք։ Ես Ռուդին եմ։ Ամբողջ քաղաքը հարգում է ինձ, ու սաղ գիտեն, որ ես հայկական նորաձևության արքան եմ։ Արքա ես, հա։ Դե ուրեմն լսի, Քինգ Ռուդի։ Լասանտենան խես եկել։ Ուրեմն ես ունեմ մոդելային ընկերություն ու իմ մոտից դուրս եկած աղջիկները ամբողջ աշխարհում վայելում են մեծ պահանջարկ։ Արա ես դու մայր վարդ ես։ Վայ, չէ, ես մամարուզա չեմ։ Իմ աղջիկները օջախի աղջիկ են։ Աշխարհի տարբեր անկյուններում հալալ օջախի հարսներ են։ Նա, Տիկին Ռուդոլֆ, դուք հասցեն խառնել եք։ Ես քրեակատարական հիմնարկա, մենք նորաձևություններով չենք զբաղվում։ Գիտեմ, ուղղակի բանը նրանում է, որ իմ աղջիկներին բերում են ձեր գաղութ։ Յա, հետ եկել ես մոտս բարեխոսես, որ քո հալալ կատնակերներից շիրակին չկապտեն, հա։ Վայ, իրանք հրաշք աղջիկներ են ախր։ Յա, հետ քո հրաշք աղջիկների պատճառով, ուրեմն գեղեցկության մրցույթի ժամանակ ձեզ կարտուկ ա եղել, որի ընթացքում 150 միլիոն գումարի վնաս ա պատճառվել։ Ինչ 150 միլիոն։ Ընդամենը 2 հատ աթոռ ա ջարդվել ու միջանցքի հայելի։ Չէ, հա, լեկել է հաշվեք։ Ուրեմն բացի աթոռ հայելուց վնասվել ա 20 մոդելի վիրահատած քիթ, որոնցից 10-ը վիրահատվել ա Դուբայում, մյուս 10-ն ուրեմն մեր Լյուդվիգ Աշոտիչի մոտ։ Բացի այդ, վնասվել ա մի մեշոք սիլիկոն, դե սիլիկոնի կուրսը գերեսիշ թվել այլ։ Բացի այդ, ձեզ կրտուկի ժամանակ, ուրեմն, կոտրվել ա շատ թանկարժեք կերամիկայից 32 ատոմ։ Իմ այստեղ գալու պատճառը բոլորովին այլ թեմայով է։ Ուրեմն այս ամիս Եգիպտոսում անցկացվելու է ամենամյա Միս օջախի աղջիկ 2025 մրցույթը։ Բարմանուհիներս եկեք, կարծես լավ ալիքի եմ կպել։ Իմ խնդրանքն է, որ իմ աղջիկները մասնակցեն այդ կարևոր մրցույթին։ Հետո հետ կգան, ինչքան կուզեք կնստեն։ 2 ամիս էլ ձեզ բոնուս, թող ավել նստեն։ Բայց այդ քո խնդրանքը մեծ գումար է հաշի։ Դուք ճանաչում եք Շելարյանին։ Ոնց։ Ամերիկահայ մեծահարուստ Շելարյանի։ Վտոչկու, Շելարյանի տղան Թոմասը այդ մրցույթում հատուկ հյուր լինելու, որտեղ էլ ընտրելու է իր ապագա կնոջը։ Բայց ցավոք, նրա կնոջը վաղը բերում է նստեք ու նստի։ Ժողովուրդ, Թոմաս Շելարյանին գիտեք։ Հավանաբար Դեն Բիրզերյանի նման մեկն է։ 425,000 ինչ անեմ։ 100,000։ Անցի տալում ես $100,000, ու թող մի բարձի ծերանան մեր զույգ ծայքները։ 100,000-ը շատ է, 30,000։ 100,000։ 40,000։ 100,000։ 60,000։ 100,000։ Կներեք, դուք ֆիլմերում չեք տեսել, որ այս փողի բազարի ժամանակ իրանք թվերը մոտիկ են բերում, որ երկուսի սրտով լինի։ Տեսել եմ։ 100,000։ Սա իրական հնարավորություն է այստեղից դուրս թռչելու։ Կյանքի գնով էլ լինի, մենք պետք է այդ մոդելների փոխարեն հայտնվենք Եգիպտոսում։ Հələ թող դրանք վաղը գան, տեսեք ես ոնց եմ դրանց կարի ճավարի դիմավորում։ Ազիզ, դուք է նայեք մայրիկը ոնց է իրանց հյուրասիրելու։
հրաշք հաստատություն է։ Հենց փնթիներին նայեք, հաստատ վերջին անգամ նոյեմբերին են լողացել։ Հենց սրա աչքերին նայեք, որ կուտի։ Ես տեղ մի ժամ չեմ մնա։ Ինչ լողա մեր ռուտին կա ու մեզ երկար տեղ չի թողնի։ Ես ոնց որ երկար նայիք, հա? Բայց աչքերը տված չի նայելու համար։ Աղջի ամեկը դուշ կսելու համար։ Իսկ գիտեիք, որ քիթն է տվածա ջարդելու համար։ Լարդե դու սես լարդե լեսի մատկամի սաղ կմորանաս, հանի հաղստացի մի լարդի, մի նապը մի լարդից կմի, Մորացար, սո, վեջ, ացավ է քիթի կտեղում, ավեջ տեղում, դու լավես չէ ածիս, տեղարի, Ձեր պատճառով 3 հոգի բուժկետում են։ Երկուսը քթի կոտրվածքով, մեկն էլ սուր թունավորումով։ Նացյաննիկ ջան, դու ինչ սուր թունավորում, ուղղակի թեթև լուծ։ Անո դուք ձեզ լերի տվել անցել եք չեմ ջոգան, թե ուզում եք ձեր վիպսոն այս տեղափոխեմ պետ պատվերով խուց։ Դուք չեք կարող մեզ մեր խցից դուրս վրընդել, քանի որ մենք տեսանյութեր ունենք ձեր սերական ոտնձգությունների հետ կապված։ Ախի դու չես ջնջեն իմ ուսանթիկի վեդյուն։ Ես դա մաքրել եմ, սակայն նոր եթերաշրջան կար ձեր և 69 լիլիթիկից։ Արդեն պատկերացնում եմ բոլոր լրատվամիջոցներում, տեսանյութ, բռնապետ բանտապետ Մինասյանը բռնանում է կալանավորումուն։ Ախսի պատրատակի կոմենտները, վայ թողեմ քեզ Մինասյան, վայ կիրոք ես ժողովրդին, հանկարծ չհանձնվես մեր գեղեցկուի հայուհի Լիլիթի։ Լավ չեմ ջոգում, ձեր ուզածները ինչա։ Մինասյան ջան, ուզում ենք, որ նենց անես, որ այդ դիզայներ ախպերը մեզ ընտրի։ Ո՞ր, այդ դիզայները մասին ուր դուց գիտեք աղջի։ Ոնց որ իմացանք քո ու Արուսիկի մասին։ Բա նաչայինգա։ Լավ, հասկացել եմ։ Ուստ իմ աղջիկները բուժկետում են։ Տեղմի է տաղ, Բիգուձի ջան։ Բա ես հիմա ում եմ ամուսնացնելու Շեյլարայանի տղու հետ։ Քեզ դի օգնականիդ։ Հələ մի վարկյան Ռուդոլֆ։ Ռուդի։ Արա, այս աշխարհը 3 աղջիկով չի վերջանում։ Հենա գաղութում լիքը սիրուցիտ կա, իրանց վերցրու։ Բացառվում է։ Յո, դե որ բացառվում է, ուրեմն մոռացի, որ այդ $100,000 ես քեզ հետ գտամ։ Եղավ։ Նսնանտես, բա։ Ես է իմ ծտերը աղբեր, Անդրի։ Վայ Քրիստիան Դյորի գերեզման, ես կանանց գաղութ, հա թե ծերանոց Մինասյան։ Ռոզիկ ջան, աղբեր մի քիչ արագ ընտրի, սրանք չեն կարա երկար ապրել։ Ես չեմ կարա իրանց ընտրել, ընտրելս չի գալիս։ Լավ աղբեր, արի քեզ մի հատ լավություն անեմ։ Բացի սրանցից 3 հոգի էլ կան, էլի։ Սև օրվա համար էի պահում, բայց քո խաթր, բրատ ջան, ցույց կտամ, քելե։ Ազիզ, ես իստե դիֆիցիտ բանա, հլա դու մի հատ կեր բերանդ կաղցրացրու, հետո կհասկանաս ինչ ես անում։ Վատը չեն։ Ես իրանցից կստանամ ինչ պետքա։ Վատ ես, ստմենակ ես եմ ստանում, հոպար։ Չնա ծոպար։ Հələ մի վարկյան հասո շուխուր մի արա։
Այս ամեն ինչի մասին, բացի մեզնից, ոչ ոք չպետք է իմանա, ջոգիկ։ Կամ գնում եմ բոլորը, ով ներկա պահին ստեղ են, կամ վապշե ոչ ոք։ Ես Եգիպտոս չեմ գալիս։ Իմ իրավաբանը ասել է, որ այն հոդվածը, որով որ ես եմ նստած, կարգապահության պարագայում շուտ եմ բաց թողնում։ Այսինքն ոնց չես գալիս։ Սուզի ջան, ցավը տանեմ, դու ոնց կուզես այդպես կանեք, դու մի լավ եղավ։ Նորմալ է ամեն ինչ, նորմալ է։ Սա մայրիկը այս հարցերը սաղ կլուծի։ Աղջի, եսի քնաբեր էր, եսի լուծողական, չէ։ Ես լուծողական էր, եսի քնաբեր։ Լավ, սպասի։ Սուզի ջան, եսի ամտիր տնական կամպոտ է, լավ քրերը, լավ քրոջ համար գրեֆ են արել։ Դու մի տեսակ շատ ես, հա ոնց որ լարված, ազիզը չի ես ես լարվել, լարվելու բան չկա ազիզ, հլը դու եսի վերցրա խմի, ներվերդ կհանգստանա, մի լարվի, չի ես ես լարվել, դու եսի հա կիստ խմի, շատ ամտիր կամպոտ է, խմի, լավ կամպոտ է, Խմիր, սա տնական կոմպոտ է, շատ համեղ է, խմիր։ Կուկու ջան, բևնայ, ուզում ենք էդ հանգծով, հմի դու ինչ լավ տեղ խորհուրդ կտաս։ Ծովափնյա ուղղություններից կարող եմ առաջարկել գրեթե ուղղությունը, որը թրիչք իրականացնում է Travel One ընկերությունը։ Մաչելի տարբերակներից կարող եմ առաջարկել Մոնտենեգրո և Կիպրոս ուղղությունները և ամենակարևորը Եգիպտոս, Շարմ-էլ-Շեյխ, Հուրգադա և Էլ-Ալամեյն ուղղությունները։ Ի դեպ, Էլ-Ալամեյն ուղղությունը մեր այս տարվա նորությունն է, որը համարվում է եգիպտական Մալդիվները։ Օրինակ ընկերս, ընտանիքի հետ, գնացել էին Քաբուլեթի, լավ էլ գոհ են, ամի մենք կարանք այդ Եգիպտոսի Քաբուլեթի հետ հանգելի։ Եգիպտոսի Կոբուլեթի ոչ, բայց Եգիպտոսի Մալդիվներ սիրով կկազմակերպենք ձեր հանգիստը։ Մի փաստերն ա, որ լավ էլ հանգստացել են։ Մենք ենք ուզում տես տնավարի հանգստանանք։ Travel One ընկերությունը սիրով կկազմակերպի ձեր անմոռանալի հանգիստը։ Մի րոպե, հայ ես կասեմ ուր ենք գնում, խնդրում եմ գրանցեք Շարմ-էլ-Շեյխ Ռիքսես Ռադամիս 5 աստղանի հյուրանոց։ Արետ սախել չէ, դու են ասա, այդ հյուրանոցում տաղժուկ կա։ Վայ, խինթես, Ռիքսես Ռադամիսը առանձին լողավազանով, բուժիչ ավազե ափով հյուրանոց է, սնունդներ all inclusive, 4 տարբեր երկրների Միշլենյան ռեստորաններով, աբաշար։ Արա դու են ասա, ռեժան կա։ Բա ոչ չկար։ Լավ, իսկ եթե մենք ընդեղ ինչ-որ խնդիր ունենանք, մեզ ով է օգնելու։ Ձեր ողջ հանգստի ընթացքում Travel One ընկերությունը լինելու է ձեզ հետ, ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել, մենք արագ կարձագանքենք։ Ցենտրա։ Կուկուս, խփի 7 հոգու համար, մեկ էլ 2 հատ շաուրմա առանցող։ Ուրեմն այ, ես եմ, աղբերս ա, Են իրականիկն է, որ կողը քնած խրացնեմ ա, քրերս են ու մեկ էլ քավորքինս։ Այա, ուրս արեմ, լավ կատակ եմ անում քավորս ա։
չէի պատկերացնի, որ բանտախցից հետո կհայտնվեմ այսպիսի դրախտում։ Չմեռանք, դրախտ ենգանք։ Այ մարդ, պելոգիր չդարանք, բայց զատո եբիկտոս եկանք։ Մնում է ձեզանից մոդելներ ստանանք, քանի որ իսկական մոդելները հիմա գաղութումն են։ Ոյ, ես իշտեղ ենք անգել։ Երեխեք, վախենում եմ, ստեղ ամեն ինչ սև ու մոխրագույն է։ Բայց սրա համար ենք առավոտից 3-ից դիետապահորը ստեղ հայտնվենք։ Սրա համար ենք առավոտից 3-ում մարզասրահներում ու սաունաներում քրտնում։ Երեխեք, Ռուդին մեզ հաստատ ստեղ չի թողնի։ Երկու օր պետքա դիմանանք, գաղութի պետի հետ կխոսա, հաստատ դուրս կգանք։ Ճաշի ժամն է, վերցրեք ուտելիքը բարի ախորժակ։ Վայ մորս սարև, էսում հարսնիքն է։ Ովքեր են այսքան ուտելու։ Ազիզ, մեր տանջանքները իզուր չեր, հասկանում եք, աստված դեմներս բերեց։ Վերջի անգամ սս ճոխ սեղան, պուճուր վաղտım տեսը տելևիզորով։ Աղջի, իս ինչանտի շոկոլադա, մենու սրա կիլով իշկա կլնի։ Ամարի։ Այս ինչ անհայտ երկրի կոլտ համալա։ Ալո։ Գալբասնա։ Մալլատեց իմացա, որ երեխուն թաքում բերել եք Եգիպտոս։ Պարոն Զաքարյան։ Սամունա, աբրեք, Հայաստան դե չեմ կարում զանգեմ, լավա, ըտե իսկապի մեջ կլնենք, զգուշ կլնեք երեխու գլխից մաշ չպակասի, միջև ես կապի դուս գամ։ Ավատյան։ Շեֆ ջան, ոնց ասում է Գուսան Դումիկյանը, սիրուն աղջիկ Եգուր հոս, քեզ կտանեմ Եգիպտոս։ Ավատյան, դու ավելավա մեր քնած դժխուն տար տեղավորի։ Հրախի չի իրասի, որ կալբաստի աղջիկն է։ Ես գիտեմ, գիտես շեֆ ջան։ Դե ուրեմն ուշադիր կմնես։ Հերը որ իմացավ աղջկա գլխից մաս պակսես, չէ, անձիկ սարկի կանադական Սասինսկի, քեզ էլ կեչուս։ Աշկիս լուսի պես նայեմ շեֆ ջան։ Հիմա ուր է այդ աղջիկը։ Քննացա։ Հրոմը գնա մոտը։ Գնամ, հա։ Ես ավելովա մեռնեմ, քան էսի ուտեմ։ Հա, հաստատ սա մեր Քիմքին հաճելի ուտելիք չի։ Երեխեք, եկեք թափենք էլի ես։ Ռուդին մեզ հեսա դու ոսկի շոկոլադ կբերի։ Ճիշտ է։ Կներեք, այստեղ զիբիլը որտեղ է։ Երեխեք, բայց այստեղ 4 հատ ապսե է։ 4-րդն ումն է։ Հələ ցեներդ կտրեք սայրուկներ։ Ոյ մամա ջան, երեխեք, ես էլ գիտեի իսկա ժամանակ դոշա կա։ Դոշակը տադը դե այս զուբա չիստկա։ Ռուդի, աղաչում եմ փրկի մեզ։ Աղջի, էսի Սոչի սանատորիային տվեց անցավ։ Սա նույնիսկ գրողների միության պասիոնատին է հաղթում։ Էսի դաժը մեր կամերից է լավը։ Շատ մի ուրախացեք, ես ստերվան էլ աստեղ։ Ինչ ստերվա։
Մեր կոնկուրենտներից է Իզաբելլա, իր սիլիկոնյան հովիտների հետ հերթական անգամ եկել են հարուստ մարդ կպցնելու։ Այո, երևում է, որ շատ սանձարձակ պարմանուհի է։ Երեխեք մրցույթի ու Շելարայանի տղու Թոմասի մասին բերաններիցը չթրցնեք։ Սպասեք, հեսա կգամ։ Ով կմտածեր, որ դրախտում կհանդիպեի սատանային։ Ռուդի, այս ռեբրենդինգ ես եղել։ Տիկնիկների փոխարեն ես անգամ շտանգիստներ ես բերել, որ հարուստ պապիկները միայն մեզ բաժին հասնեն։ Շատ ծիծաղալու էր Իզա։ Տեսնում եմ, որ վերջին ճիքերդ ես գործադրել տունը մնացած աղջիկներիդ պսակելու համար։ Դուք իմ աղջիկների եղունգներ չարժեք։ Որովհետև մենք ամենաթանկանոց սալոններում ենք սպասարկվում։ Մորքուր ջան, դու ոնց որ արդեն ստրախ ես, հա, գանյա տանում։ Նա իհաստ է մեր անունները սպեկուլիրը վտչանես։ Ով ուզում է հաչա, մեր գործերը միշտ է աչա։ Այս կիսաբաց լուսամուտների մասով կային որտեղից ես գտել։ Աղջի, ձեր մայրիկը ոնց որ մի հատ մայրական ապտակի կարիք ունի, հա? Վայ չէ, մեր մայրիկը ոչ մի բանի կարիք էլ չունի։ Համել որ ինքդ ապտակի կարիք ունենա, մենք Վալբերիսից զակաս կտանք։ Վիվի, արիդ վատ բանատ նիտ մի ասում։ Ի վատա, ամենք էլ թանկանոց ապտակը զակաս կտանք։ Ու առասարակ, հա, ինչպես ասելա Կոկո Շանելը։ Ոտքդ Յորղանի գյորամեկնի։ Լավ։ Աղջիկներ, զամնոյ։ Սխալ կողմ էին գնում։ Բալդուխ։ Ես բլդուխ կայանն եմ։ Լսեք նայեմ դուք ով եք։ Լալա, լիլա, լիլի։ Իշխոր օքսի Ավդալյանի երգն եղնիք։ Լալալա լիլա լալա, լալալա լիլա լալա։ Դո լսեք նայեմ ուրդից եք եկե, ում հետ եք տվե առե, ում եք քծե մծե, ում հետ եք նստել է, ում տղու հետ եք մելե է։ Okay ջան, մենք fashion արտիստներ ենք, ինքը outsource influencer է, Լիլին fashion ամբասադոր է, ես էլ food blogger եմ։ Ինչ, ֆուֆլոպոկեր։ Հա, food blogger։ Ֆլոպոկեր։ Այն հայրենս էդ բան ասկնամ, ուրդից եք, ինչ են ձեզի նստծր է։ Տեսեք, մենք պոդիումով քայլում էինք, ձեզ կրտուկ սկսվեց։ Բոլորը փախան, մեզ էլ բերեցին նստեցրեցին ստեղ։ Բայց ինչ հետաքրքիր է մեր երգիրը։ Մեկը քայլելով պաշտոնի կնստի, մյուսներն է քայլենգը պրոստը նստինգը։ Այ քեզի բան։ Դե մի լսեք, երեկվանից ստեղացսողը ես եմ։ Ես կսեմ, դուք կլսեք, իսկ ով որ չլսեց, կուտամ քիթու մռուտը ջարտուբ շուրկենեմ։ Հասկացաք։